Բարի օր սիրելի հայրենակիցներ, այսօր իմ երթուղին ձգվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկ, ապա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ ցանկանում էի այցելել 3 ամսվա կալանքով բանտ տեղափոխված Շենգավիթի բլոգեր Արտակ Ավետիսյանին, որին ամբողջական քաղաքական պատճառով վերփակալեցին ոստիկանները օրերս, որովհետև իշխանությունների մասին ոչ բարյացկամ էր արտահայտվել։ Քիչ առաջ դուրս եկա Արտակի հետ տեսակցությունից եւ զրույցում ամենահատկանշական Արտակն ասում է, թե դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի լայվը եւ ելույթները լսելիս, երբ որ Նիկոլ Փաշինյանը ամենավերջին բառերն էր օգտագործում ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ։ Եվ իրականում սա խորհրդանշական է։ Ատելության խոսքն առավոտվանից գիշեր տարածում է իշխանությունը, տարածում է Նիկոլ Փաշինյանը անպարկեշտ արտահայտություններով, այդ հիստերիկ գորգռոցներով, բայց հետո դեռ փակալվում է մեր հայրենակիցը, որը համաձայն չէ այս իշխանությունների հետ։ Եվ այս բանտը, որը իրականում Բաստեոնի նման է, կարող է դառնալ մեր երկրում ժողովրդավարության խորհրդանիշը։ Ժողովրդավարության Բաստեոնը այն Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի, Արմավիրի, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկների նման է, որտեղ բազմաթիվ քաղբանտարկյալներ են եղել նախորդ բոլոր տարիներին։ Իսկ դրան դիտորդները, արևմտյան դիտորդները աչք են փակում։ Բոլոր ժողովրդավարական ինստիտուտները աչք են փակում։ ԵԽՎ-ի խորհրդարանական վեաժողովի դիտորդական առաքելությունը աչք է փակում, որտեղ այդ իշխանությունները իրենցն են եւ դրա համար ծպտուն չեն հանում։ Բայց որ մեր հայրենակիցները հունիսի 7-ին իրենց ՔՎ-ով ապացուցելու են, որ չեն հանդուրժում այս իշխանություններին, դա միանշանակ է։ Բայց քանի որ ես էլ միասին կարող ենք շապիկով եմ, դրա համար հունիսի 7-ին ընտրեք 17-ին։ Լավ լինեք։